Ինչ վերաբերում է նրան Հայաստանը սպասում է, որ Ռուսաստանը այդ քայլն անի, ես չեմ կարծում, ավելի հավանական եմ համարում այն, ինչի մասին սկզբում ենք խոսում մեր զրույցի, որ Ռուսաստանի շանտաժը, Ռուսաստանի սպառնալիքները որոշակիորեն աշխատում են եւ Հայաստանի իշխանությունները որոշակի վախեր, որոշակի անհանգստություններ ունեն օրինակ հապկը լքելու հետ կապված։ ԵԱՏՄ-ի մասով բացարձակապես այլ է, որովհետև ԵԱՏՄ-ն այս պայն Հայաստանին պետք է։ Թեև ես գտնում եմ, որ Ռուսաստանը եւս հավասարապես պետք է եւ անկախ նրանից Հայաստանը հապկից դուրս կգա, թե դուրս չի գա, Ռուսաստանը մեզ ԵԱՏՄ-ից չի հանի, կանոնակարգով էլ չի կարող, բայց նաեւ ոչ կանոնակարգային միջոցներով էլ չի հանի, որովհետեւ մենք պետք ենք Ռուսաստանի ԵԱՏՄ-ում։ Բայց հապկի մասով Հայաստանը ամենայն հավանականությամբ Հայաստանի իշխանությունները որոշակի վախեր ունեն դրա համար հապկից դուրս չեն գալիս։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես եղան, որ այդ շուկաները բացվեցին, այդ շուկաները ակնհայտորեն բացվեցին Ռուսաստանի սպառնալիքների ներքո։ Ռուսաստանը սպառնալիքներ ներկայացրեց, Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ կիրառեց եւ այն հատվածը, որի շահերը մեզ հետ համընկնում են, այդ հատվածն էլ իր պատասխան քայլն արեց։ Բնական է, այդպես էլ պետք է լիներ։ Եթե հակառակ դեպքում էլ, օրինակ, եթե եվրոպական երկրները Հայաստանի կամ չգիտեմ, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեն, ինչ-ինչ հարցերում եվրոպական շահերի դեմ գնալու համար, Ռուսաստանը անմիջապես իր շուկաները կբացի եւ թույլ կտա, որ ադրբեջանցիները իրենց շուկայում աշխատեն։ Այսինքն սա շատ նորմալ աշխարհակաղակական կենտրոնների շատ նորմալ հարաբերվելու ձև է, այնպես որ այստեղ Հայաստանի իշխանությունների գործոնը չէ հարցը, այստեղ հարցն այն է, որ կար երկու թև, այդ երկու թևը ունեն հակասություններ եւ այդ երկու թևի հակասությունների հիման վրա պետությունը կարող է այս թևի կամ այն թևի հետ շահերի համընկնում ունենալ։